Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, կողմերը քննարկել են TRIP երթուղու նախագծի իրականացումը։ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման եւ տևական խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ ջանքերի շարունակման կարեւորությունը։ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Մեր ռազմավարական գործընկերության հաստատումը նոր էջ է բացել Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերություններում։ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության արհեստական բանականության գործարանը, աշխարհի ամենամեծ արհեստական բանականության ենթակառուցվածքներից մեկը։ Այդպիսով Հայաստանը կներառվի ոլորտում առաջատար աշխարհի 5 երկրների ցանկում եւ կդառնա արհեստական բանականության համաշխարհային հանգույց։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ժամկետային զինծառայող սերժանտների եւ դիրքերի ավագների մյուս հերթափոխի հետ։ Քննչական կոմիտեի, ինչպես նաև ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 30-ին Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված ՍՎ-ի սպանությունը պատվիրել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին։ Նախաքննությունը շարունակվում է։ Տաթև համայնքի նախկին ղեկավարից էլ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ։ Դատախազության հերթական հայցը բավարարվել է, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Նշվում է, որ կողմերը քննարկել են TRIP երթուղու նախագծի իրականացումը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաեւ տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի այլ ուղղություններ։ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման եւ տևական խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ ջանքերի շարունակական կարևորությունը։ TRIP երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչնդոտ մուտքով, ամրապնդի տարածաշրջանային ինտեգրումը եւ արևելք-արևմուտք ուղղությամբ տրանսպորտային կապեր, ինչպես նաեւ փոխադարձ տնտեսական օգուտ եւ բարեկեցություն ստեղծի Ադրբեջանի ու տարածաշրջանի համար, հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Քարլոնը։ Վերջին 1 տարվա ընթացքում TRIP նախագծի իրականացման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել եւ առաջիկա տարում այս գործընթացը միայն կարագանա, ասել է ամերիկացի դիվանագետը։ Հայաստանն ու Ադրբեջանը 1 տարվա ընթացքում կարևոր եւ վճռական քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնեն երկու երկրների ժողովուրդների համար։ Այս մասին էլ ասում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Պասկալ Կոնֆարիովի հայտարարության մեջ։ 2026 թվականի օգոստոսի 8-ին նշվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված պատմական համաձայնագրի առաջին տարեդարձը։ Անցյալ տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր եւ խիզախ քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնեն իրենց ժողովուրդների համար։ Նրա խոսքով Ֆրանսիան ակնկալում է, որ այս գործընթացը կշարունակվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ եւ ավերացմամբ։ Նա հավելել է, որ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ միասին կշարունակի ակտիվորեն աջակցել այս գործընթացին Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ։ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Մեր ռազմավարական գործընկերության հաստատումը նոր էջ է բացել Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերություններում, ստեղծելով ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ավելի խորը գործակցության շրջանակ։ Հույս ունեմ, որ մեր թիմերը կշարունակեն սերտորեն գործակցել առաջ մղելու այս կարևոր աշխատանքը, ասված է ուղերձում։ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության արհեստական բանականության գործարանը, աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդանում կգործարկվի Firebird ընկերության $500 միլիոն արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որը տարածաշրջանում ամենամեծն է լինելու։ Ծրագրի երկրորդ փուլը գործարկելուց հետո ներդրումների ծավալը կկազմի մոտ $5 միլիարդ։ Այդպիսով Հայաստանը կներառվի ոլորտում առաջատար աշխարհի 5 երկրների ցանկում եւ կդառնա արհեստական բանականության համաշխարհային հանգույց։ Իդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հրազդանում էր, որտեղ, ինչպես նշեցինք, գործարկվել է Firebird AI արհեստական բանականության գործարանը։
NVIDIA-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հաունգը տեսաուղերձ է ձայնագրել Հայաստանում Firebird AI տվյալների կենտրոնի գործարկման կապակցությամբ եւ ուղերձում նա մասնավորապես նշել է. Վերջին 15 տարիների ընթացքում հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը հնարավոր է դարձել իսկապես ակնառու մի բան արհեստական բանականությամբ։ Այնին ժամանակին միայն գիտական հետազոտությունների առարկա էր, այսօր դարձել է մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենաօգտակար տեխնոլոգիաներից մեկը։ Այսօր Հայաստանն ու Ղազախստանը ստեղծում են ենթակառուցվածք, որը թույլ կտա զարգացնել սեփական արհեստական ինտելեկտն իրենց տանը։ Այդ իսկ պատճառով մեզ համար մեծ պատիվ է, որ դուք ընտրել եք Firebird-ը եւ NVIDIA-ն ձեր երկրների AI ենթակառուցվածքները ստեղծելու համար։ Շնորհավորում եմ Firebird-ին, Հայաստանին, Ղազախստանին եւ բոլոր նրանց, ում շնորհիվ այսօրը հնարավոր դարձավ, NVIDIA-ն հպարտ է, որ ձեր կողքին է։ Եվ թողարկման այս հատվածում Հայաստանի էներգետիկ անկախության մասին ուշագրավ մի շարք հարցեր եմ քննարկել արևային էներգետիկայի մասնագետ Խաչիկ Սահակյանի հետ։ Բարի եկօր, պարոն Սահակյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Սահակյան, խոսելու ենք կարևոր մի թեմայի մասին, որը ոչ միայն աշխարհում է դարձել շատ կարևոր ու արդիական, այլ նաև մեզ մոտ Հայաստանում զարգացող երկրում։ Խոսելու ենք կանաչ էներգիայի, կանաչ էներգետիկայի, արևային կայանների, արևային էներգիայի մասին։ Նախ կցանկանայի մի փոքր տեղեկատվություն ներկայացնեք, դուք որպես ոլորտի լավագույն մասնագետ, ինչ է կանաչ էներգիա ասելը, ինչ ենք հասկանում կանաչ էներգիա ասելով եւ ինչ հասկացություն է։ Մի փոքր տեղեկատվություն մեր հեռուստադիտողին, մեր քաղաքացիներին, որտեղ նրանց համար է շատերը գուցե գիտեն, բայց շատերը չգիտեն։ Մի փոքր ներկայացնենք ինչ է կանաչ էներգիան, արևային էներգետիկան իրենից ինչ է ներկայացնում եւ անցնենք բուն հարցերին։ Խնդրեմ։ Շատ լավ։ Ուրեմն կանաչ էներգիա այդ բառակաբացությունը պատահական չի, որ կանաչ անունն է գրում, ինչ տեսանկյունից, որ այստեղ օգտագործում ենք ոչ աստղազնային էներգետիկ պաշարներ, այսինքն դրանք են արևի էներգիան, քամու էներգիան, հիդրոէներգետիկան, կենսազանգվածը, երկրաջերմայինը։ Այսինքն այս էներգիաներն են, որոնք չօգտագործելով ածխազնային վառելիք մեզ մատակարարում են տարբեր բնույթի էներգիաներ, թե ջերմային, թե էլեկտրական, ինչու՞ չէ նաև որոշ դեպքերում մեխանիկական էներգիա, որը իր հերթին վերածվում է արդեն մեր համար ցանկալին ու հիմնականում էլեկտրական էներգիայի։ Եվ կանաչ էներգիայի առավելությունը ինչու՞մն է կայանում հատկապես Հայաստանի Հանրապետության համար, որ չունենալով աստղազնային վառելիքի ռեսուրսներ, մեր միակ հիմնական ռեսուրսը իրենից ներկայացնում է արդեն նշված էներգիաներից որևէ մեկը, հատկապես արևային էներգետիկան, քանզի արևային օրերի քանակով Հայաստանի Հանրապետությունը աշխարհում կարելի ասել գրավում է լավագույն դիրքերից մեկը։ Եվ թե էկոլոգիական տեսանկյունից եւ թե սոցիալ-տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար այս ոլորտը խիստ կարեւորվում է, որ ունենանք եւ մաքուր մթնոլորտ, մաքուր էկոլոգիա եւ միևնույն ժամանակ լուծենք որոշակի սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Ինչու՞ չէ, այստեղ կարելի է հատկապես նաև նշել էներգետիկ անվտանգության խնդիրը, որ Հայաստանը, եթե ասված մի հարցը չներմուծի աստղազնային վառելիք, ապա մենք կունենանք բավականին լուրջ էներգետիկ ճգնաժամ։ Եվ հենց այս խնդիրների լուծման համար է, որ կարևորվում է այս կանաչ էներգետիկայի օգտագործումը, ես այստեղ կանաչ էներգետիկայի հետ մեկտեղ նաև ավելացնեմ էներգոարդյունավետ լուծումները, էներգետիկ ճշգրիտ կառավարումը, որը նաև հնարավորություն է տալիս տնտեսելու այս քիչ քանակով թանկ արտադրված էներգիան եւ արդյունավետ օգտագործելու։ Այսինքն Հայաստանի տեսանկյունից սա ունի եւ էներգետիկ անկախություն որոշակի առումով ապահովելու խնդիր, միևնույն ժամանակ մաքուր որպես էներգիա, առանց ածխազնի երկօքսիդի արտանետման եւ մյուս կարևոր հարցը, որ սա նաև լուծում է սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Շատ լավ, դուք խոսեցիք կարևոր մեզ վերաբերող մի խոսույթի մասին, հա, Հայաստանի էներգետիկ անկախության մասին։ Այ հիմա ինչպիսին է այս պահին Հայաստանի էներգետիկ անկախությունը։ Մենք անվտանգությունը նաև էներգետիկ ինչ փուլում ենք գտնվում։ Ուրեմն տեսեք, ներկայումս մեր էներգետիկ ռեսուրսը կախված է եւ ներկրվող վառելիքից եւ մի հատվածը ատոմային էներգետիկան է մատակարարում։ Այստեղ
շատ փոքր հատված կարելի ասել գրավում է վերականգնվող էներգետիկ աղբյուրները, հիդրոէներգետիկան եւ արևային էներգետիկան հատկապես վերջին 10 տարիների ընթացքում որ զարգացել է եւ տեսեք ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար մենք օգտագործում ենք այսօրվա դրությամբ ներկրվող բնական գազը եւ ինստինկտյան եթե դա ներմուծման մասին է ինստինկտյան արդեն սա դառնում է որոշակի առումով կախված հաշվի առնելով ներկա իրավիճակները, հա, քաղաքական թե տնտեսական տարբեր իրավիճակներ մենք ունենք, այո, դրանք շատ կարևոր հատկանիշներ։ Այդ ածխազնային վառելիքի բացը մենք պետք է փորձենք լրացնել։ Բայց որ ասենք մենք ամբողջությամբ 100%-ով կարող ենք անցնել ներկա պահին, դա տեխնիկապես հնարավոր չէ, քանզի այստեղ կա կուտակման խնդիր, քանզի արևային էներգետիկան բոլորիս հայտնի է, ինքը հիմնականում գեներացնում է էլեկտրական էներգիա ցերեկվա ժամերին, ամառվա ամիսներին առավել եւս շատ է գեներացնում, բայց ձմռան ամիսներին, երբ որ մենք ունենք ավելի շատ պահանջմունք, այդ ժամանակ մենք գիշերը եւ ձմեռ հատվածում մենք ունենք նաեւ արևային էներգետիկայի պակաս։ Եվ այստեղ արդեն անհրաժեշտ է որովհետեւ մենք կարողանանք լուծել այս կանաչ արտադրված էներգիայի կուտակման հարցը, որովհետեւ եւ էներգոհամակարգը խնդիրներ չունենա եւ միևնույն ժամանակ մենք կարողանանք օգտագործել։ Տեսեք, դուք շատ լավ նշեցիք, որ այո, ձմեռային եւ ամառային ռեժիմներին բնականաբար տարբեր են, բայց շարքային քաղաքացու համար ավելի պարզ ու հասկանալի լեզվով փորձենք բացատրել եւ դուք որպես ոլորտի ներկայացուցիչ, լավագույն ներկայացուցիչ, ասեք, որ ինչու համար պետք է մարդիկ արևային կանաներ դնեն իրենց տանը, ինչ առավելություններ ունի, ինչ խնայողություններ են նրանք կարողանում, հա, ամիսների ընթացքում ձեռք բերել կամ ենթադրենք ամռանը խնայում են, ձմռանը ինչպես են համակարգում, կոմպենսացնում։ Այս մասով մի փոքր տեղեկատվություն։ Ուրեմն տեսեք, սկսենք ամենապարզ համակարգերից արևային ջրատակացուցիչները, որը բոլորիս հայտնի է, բոլորս էլ տեսել ենք, լայն օգտագործում են։ Սովորական ընտանիքը, եթե վերցնենք 4-5 անձից կազմված միջինը, հա, երբ որ տեղադրում են արևային ջրատակացուցիչ, հատկապես չգազիֆիկացված համայնքներում, տեղամասերում, ուրեմն նրանք օրեկան ամսական կտրվածքով տնտեսում են մոտավորապես 10-ից 15 հազար դրամ էլեկտրաէներգիայի վարձավճար, ու մոտավորապես 7-ից 8 հազար դրամ գազի վճար, եթե գազի հետ անալոգիա տանենք, հա։ Այսինքն տեսեք, այդ տնտեսված գումարը ինստինկտյան այդ տնտեսվարողը արդեն իսկ օգտագործում է իր ընտանիքի այլ սոցիալ-տնտեսական հոգսերի լուրջ խնայողություն։ Այո, լուրջ խնայողությունը եւ միևնույն ժամանակ հաշվի առնենք այն հանգամանքը, որ դրա հետ մեկտեղ նաև բարձրանում է մարդկանց հարմարավետությունը։ Այսինքն պատկերացրեք, ենթադրենք գյուղական համայնք վերցնենք, օրինակի համար մարդը տաշտից աշխատած եկել է, հա, ոչ բոլորն են, որ ի վիճակի են այդ էլեկտրաէներգիայի վճարը տալի ու մեկը վարելափայլի միջոցով, մեկը ենթադրենք աթարի միջոցով, հա, իրականացնում է իր սանտարական տաք ջրի հոգսի հոգալը, որը եթե վարելափայլը օգտագործում ինստինկտյան արդեն ազդում է մեր կանաչ միջավայրի վրա, իսկ եթե աթար արդեն աթարի հանգամանքն են կենսազանգվածը, որ նոր պարդանյութի տեսքով պետք է հետ վերադառնար հողին, ինքը հողին չի հետ վերադառնում։ Եվ այստեղ տեսեք, եւ իր հարմարավետությունը ցերեկը ինքը աշխատել է, ջուրը նորմալ տակացել է, հանգիստ եկավ առանց որևէ այլ հոգսի, ինքը իրականացնում ունի արդեն տաք ջուր եւ միևնույն ժամանակ եւ տնտեսվեց անդարը վարելափայլի տեսքով կամ աթարի տեսքով։ Իսկ եթե մարդը ունի ֆինանսական հնարավորություն օգտագործում է գազ կամ էլեկտրոէներգիա, ապա տվյալ դեպքում, երբ որ ինքը տնտեսում է 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ապա ըստ մեր Հայաստանի Հանրապետության ազգային հաղորդագրության այստեղ մենք մթնոլորտ չենք արտանետում մոտավորապես 0.42 կիլոգրամ ածխազնի երկօքսիդ, իսկ գազի պարագայում 0.20-47 կիլոգրամ ածխազնի երկօքսիդ։ Այսինքն սա տեսեք եւ բնապահպանական այն բերած պարզ օրինակի վրա եւ բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական խիստ ազդեցություն ունի չհաշված արդեն նորից եմ կրկնում մարդկանց հարմարավետությունը, կյանքի որակի բարձրացնելու հարցը։ Ժամանակի ճիշտ համակարգումը այս դեպքում։ Եվ էլեկտրաէներգիայի պարագայում տեսեք այսօր Հայաստանի Հանրապետությունում դերևս գործում է net metering-ի օրենքը, որը ապրիլի 30-ից մինչև մայիսի 1-ից մինչև ապրիլի 30 ընկած ժամանակահատվածում տնտեսվարողը կամ անհատը, ովքեր ունեն դրած ինքնավար արևային էլեկտրակայաններ, իրանք մատակարարում են ցանցին եւ հետագայում, երբ որ ձմռան ամիսներին կամ գիշերվա ժամերին ինքը իր մատակարարից, այսպես ասած,
թեթև է վերցնում, որ օգտագործի։ Սա նորից էլի տնտեսական մեծ օգուտ է եւ տեսեք բավականին տնտեսություններ կան, տներ կան, որոնք որ ներկա պահին ջերեցում են էլեկտրաէներգիա։ Ու լուրջ խնայողություններ են սրանք։ Միանշանակ, ու պարզ է, ասեմ, որ ջրատակածների պարագայում պարզ հետ գնում են ներդրված գումարի, մոտավորապես 2-2.5 տարի է, իսկ էլեկտրակայանների դեպքում 3-ից 3.5 տարի, որը թեկուզ եթե վերցնեք տնտեսական տեսանկյունից, ինքը բավականին արագ հետ գտնվող համակարգ է։ Եվ նորից ասենք, որ այս արտադրված թե էլեկտրաէներգիան, թե ջերմային էներգիան ինքը նաև մթնոլորտ չի արտանետում համապատասխան քանակով աստղազնի երկօքսիդներ։ Բոլոր առումներով կարծես շատ շահեկան է եւ խնայողություն է եւ էկոլոգիան է պահպանում եւ նաեւ ժամանակի խնայողությունը, որը ամենակարևորն է ու ամենաթանկն է։ Տեսեք, նշեցինք, որ մեր երկիրը չունի նավթ, չունի գազ, բայց գազն ու նավթը արդեն ավարտվում են, հա, նոր 4-րդ աշխարհակարգում կարծես այլ ալտերնատիվ աղբյուրներ են փնտրում աշխարհի գերտերությունները, աշխարհի հսկաներն ու կառավարիչները։ Մեր երկիրը բնակլիմական պայմաններով, աշխարհագրական դիրքով բավականին լավ արևոտ տարածքում է գտնվում, թույլ տվեք այսպես ասել։ Մենք ունենք ներուժ, որ մենք հետագայում 5 տարի, 10 տարի, 20 տարի գուցե հետո մենք ամբողջապես կարողանանք միայն կանաչ էներգիայից օգտվել։ Շատ հետաքրքիր հարց եք դուք բարձրացնում եւ խիստ արդիական հարց, որը պահանջում է բավականին լուրջ ինժեներատեխնիկական ներդրումներ եւ հետազոտություններ եւ տեսեք նույն արևային էներգետիկան անհրաժեշտ է, որ կարողանանք որևէ էներգիայի կերպափոխենք, արևի էներգիան կերպափոխենք որևէ էներգիայի եւ դա կարողանանք պահուստավորել։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհով արդեն սկսել են աշխատանքներ տանել ջրազնային վառելիքի վրա, ու հատկապես կանաչ ջրազնի վրա, նույն ճագերտներով կանաչ ջրազինը, որը սինտեզվում կամ գեներացվում է նորից վերականգնվող էներգետիկ ռեսուրսների միջոցով։ Ու տվյալ դեպքում, ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետությունը, քանի որ ունի բավականին մեծ պոտենցիալ արեգակնային էներգիայի, այստեղ արդեն անհրաժեշտ է, որ կարողանանք մենք համապատասխան գիտատեխնիկական առաջընթաց տանենք եւ կարողանանք ամռան ամիսներին սինթեզել ստանալ ջրածին եւ այդ ջրածինը պահուստավորելով հետագա ամիսներին մենք կարողանանք դա օգտագործել։ Ես սա խոսում եմ բավականին լավ ապագայի մասին, ես իրականում կցանկանայի, որ ձեր ասած 5 տարի կդրվածքով, բայց մի քիչ սա իրատեսական չէ, 5 տարին։ Այո, ներկայումս բավականին փորձեր կատարվում են, ես ինքս դեռևս 10-12 տարի առաջ եմ նման փոքր համակարգեր պատրաստել իմ ուսանողների հետ, ներկայումս կա որոշակի լուծումներ, ուղղակի այդ լուծումները անհրաժեշտ է, որ արդիականացվեն եւ տեղայնացվեն մեր տեղանքին համապատասխան եւ կարողանանք դրանք օգտագործել։ Սա կանաչ ջրազնի օգտագործումը ըստ իմ մտածելու ինքը ամենալավ ճանապարհն է լուծման, որովհետեւ այս բալանսը, իմ նշած գիշեր, ցերեկ, ամառ, ձմեռ բալանսը կարողանանք ստաբիլ ձևով պահենք, կայուն ձևով կարողանանք պահել էներգետիկ պոտենցիալը։ Շատ լավ, պարոն Սահակյան, եւս շատ նուրբ կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ։ Պետության դերը ինչպիսին պետք է լինի, ինչպիսի գործընթացներ, գործիքակազմ, ինչպիսի գործողություններ, սուբսիդիաների տեսքով, ինչ պետք է անի պետությունը, որպեսզի խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է։ Հասկանալի։ Իշխանությունները, որպեսզի մեր երկիրը իսկապես անվտանգ եւ որևէ մեկից կախված չլինի, թեկուզ 10-5-20 տարի հետո, ո՞րն է պետության դերը։ Ռազմավարությունը։ Այո, ներկայումս բավականին օրենքներ, նախագծեր կան մշակված, որոնք որ խթանում են, առաջ են տանում տվյալ ոլորտը, հա, եւ միևնույն ժամանակ կարելի է պետության հետ մեկտեղ նշել, որ նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններ, տարբեր ֆինանսական կազմակերպություններ նաեւ աջակցում են ոլորտի զարգացմանը եւ այսօր խիստ խնդիր է դրվում, խիստ պակաս է մասնագետների, խորը ինժեներական մասնագետների, որովհետեւ այս այլընտրանքային էներգետիկան զարգացվի եւ տարվի առաջ։ Տեսեք, մեր գործունեության ընթացքում մենք դրա վրա խիստ շեշտը դրել ենք եւ մեր հնարավորության սահմաններում այսօր թե ֆորմալ եւ թե ոչ ֆորմալ կրթական տարբեր ծրագրերի միջոցով փորձում ենք այդ գործողությունը իրականացնել, որպեսզի համապատասխան մասնագետներ պատրաստվեն եւ պետության դերը բնականաբար այսօր շատ կարեւոր է, որ բացի օրենսդրական դաշտից, բացի նախաձեռնություններից, տարբեր որոշումներից, նաեւ խիստ անհրաժեշտ է, որ
ունենանք այն համապատասխան մասնագետները, որոնք կարողանան կյանքի կոչել տվյալ ընդունված օրենքը, տվյալ որոշումը, տվյալ քաղաքականությունը, ռազմավարությունը տանեն առաջ։ Նաև պարոն Սահակյան, շատ կարևոր է որ կրթել հասարակությանը, հենց դպրոցական տարիքից, որպեսզի հասկանա երեխան, որ ինչ է կանաչ էներգիան, ինչ է արևային էներգիան։ Գուցե այս մասով էլ ունենք բաց։ Մենք ունենք այս մասով բաց, տեղեկատվության առումով, կրթության առումով։ Տեսեք, տեղեկատվության առումով, կրթության առումով վերջին ժամանակահատվածում, չգիտեմ, դուք տեղյակ եք թե չէ, դպրոցներում բավականին լայն թափով ներդրված են նախագծային աշխատանքներ կոչված հասկացողությունները, կոնկրետ մեր գրասենյակ կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն հիմնադրամը մեր դռները բաց է եւ տարբեր դպրոցներից, տարբեր ուսումնական հաստատություններից մենք ընդունում ենք երեխաներին, ուսանողներին, աշակերտներին եւ տեսեք մեր ընդունելության հիմնական ժամանակահատվածում մենք ոչ թե շեշտը դնում ենք անմիջապես, այսպես ասած, մասնագիտական կողմնորոշման համար, դուք լավ տերմին օգտագործեցիք տեղեկացվածություն, այլ երբ որ առաջին հանդիպումը մենք ունենում ենք աշակերտների հետ հատկապես, ովքեր դեռևս նոր են մասնագիտացման շեմին կանգնած, ես կոնկրետ նշում եմ, որ անկախ են հանգամանքից մեկը բժիշկ է դառնալու, մեկը մանկավարժ, մեկը հասարակական գործից, տվյալ թեմայի մասին մենք տալիս ենք իրենց տեղեկացվածություն, որպեսզի յուրաքանչյուրը վաղը մյուս օր թե իր ընտանիքում եւ թե իր աշխատավայրում գիտենան, որ կա նման լուծում, կա նման տեխնոլոգիա եւ կարողանան այդ տեխնոլոգիան ներդնեն իրենց մոտ։ Եվ իհարկե, եթե այդ աշակերտներից կամ ուսանողներից, ովքեր որ ցանկություն են հայտնում առավել խորանալու, ապա մենք նրանց հետ կազմակերպում ենք ավելի խորացված, ավելի հետաքրքիր տեղեկատվություն, ավելի հանգամանալից ներկայացնում ենք եւ այս գործընթացը ոնց որ բավականին դրական արդյունք է տվել վերջին ժամանակահատվածում մենք ունեցել ենք նաև աշակերտներ, որոնք որ մասնակցել են էներգոարդյունաբերության տարբեր մրցույթների, մեր կողմից վերապատրաստվածները եւ բավականին արդյունքներ են ցույց տվել, որը շատ լավ է եւ դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում, նաև ուսումնական հաստատություններում տարբեր ավարտական աշխատանքներ, դիպլոմային աշխատանքներ, որոնք որ պրակտիկայի տեսքով հաճախում են մեր մոտ, մենք արդեն ուղղորդում ենք որոշ թեմաներ, թեկուզ ենթադրենք տեղեկատվական տեխնոլոգիաներ, որ նոր առաջին հերթին, առաջին հայացքից թվում է թե որևէ կապ չունի, բայց այստեղ քանի որ կա էներգետիկ կառավարման խելացի համակարգերի խնդիր, մենք ուղղորդում ենք, որ կա այսպիսի խնդիր, ենթադրենք պարզ, այս վերջին ժամանակները շատ է օգտագործում խելացի տուն հասկացողությունը, որ նոր խելացի տուն, խելացի, այդ ամեն ինչը էներգախնայողություն եւ ռեսուրսախնայողություն է, եւ արդյունքում մենք ուղղորդում ենք, որ կա այսպիսի խնդիր, կազմեք համապատասխան ալգորիթմը, կազմեք համապատասխան ծրագրային միջավայրը սա լուծելու եւ կամա թե ագամա այդ նույն ծրագրավորողը կամ IT մասնագետը ինքը ինստինկտիվորեն խորանում է նաեւ ձեռք է բերում բավականին լուրջ ինֆորմացիա եւ իրենք էլ իրենց հերթին են հետաքրքիր լուծումներ առաջարկում, իրեն ոչ մասնագետի կողմից հետաքրքիր երբեմն լուծումներ են առաջարկում, որն շատ հաճելի է եւ մենք ընդունում ենք, այո, կյանքի կոչում դառնում է լավ նախագծում։ Եվ ներկա պահին տեսեք նաեւ էներգոարդյունաբերության խնդիրն է բավականին լուրջ խնդիր, սկսած շենքերի պատող կոնստրուկցիաներից, ես իմ սկզբում նշեցի, որ խոսքում նշեցի, որ նաեւ կարեւոր է, որ մենք կարողանանք պահպանել այդ էներգիան թե ամռան ամիսներին, որ չշոկենք սենագում առանց կոնդիցիոների մենք հով մնանք եւ ձմռան ամիսներին, որ այդ թանկ ջերմային էներգիան դուրս չհաղորդեն, սա նույնպես տեխնոլոգիաներ է։ Եվ ուստեք փոխշահավետ լինի բոլորը։ Այո, միանշանակ։ Եվ վերջին հարցը փորձենք ամփոփել, պարոն Սահակյան, եթե ժամանակը սպառվում է, այ դուք եթե հնարավորություն ունենայիք խորհուրդ տայիք կանաչ էներգիայով զբաղվողներին, որոշում կայացնողներին, գլոբալ առումով, հա, այն մեծ խաղացողներին, ինչը կլիներ, խորհուրդ կամ ինչ-որ մի հատ նկատառում կամ որևէ ինչ-որ մի բան, ձեր մեսեջը որը կլիներ, գլխավոր դերակատարների։ Իմ մեսեջը ներկա պահին կլիներ, որ հատկապես կրթական, ինժեներատեխնիկական անձնակազմի կրթելու հատուկ ծրագրեր մշակեն, որպեսզի կարողանան թե արտերկրում, թե մեր մոտ վերապատրաստումներ լինեն խորը, շատ խորը մասնագիտական, հետազոտական նաև աշխատանքներ կատարվեն, որպեսզի այս ստացված արդյունքը, քանզի երբ որ չկա մասնագետը, միևնույնն է մենք չենք կարող ոլորտը առաջ տանել։ Մեզ անհրաժեշտ են խորը հետազոտողներ, գիտնականներ, ինժեներատեխնիկական լուրջ անձնակազմ կրթվել, այո, միանշանակ, եթե ունեցանք այդ ինֆորմացիան կրողը, տիրապետողը, տեխնոլոգիան առաջ տանողը կամա թե ակամա այս ոլորտը առաջ է գնալու, որովհետեւ տեսեք, երբ որ արևային էներգետիկան նոր սկսում էր թափ հավաքել, մեզ կարելի ասել որոշ դեպքերում նաև մարդիկ քմծի զաղով ասում են, ինչ լուրջ չէին վերաբերվում,
բայց երբ որ մենք կանգնանք, մեր արանք առաջ տարբեր մեթոդներ կիրառեցինք, էլ ջերուցում, էլ մրգերի չորանոցներ, արևային եւ համառորեն առաջ շարժվեցինք եւ արդյունքը տեսնում եք, այսօր ինչ թափով ինքը զարգացավ։ Եվ ստեղ արդեն կարելի ասել այդ խորը գիտական պահն է պետք, որովհետեւ թեկուզ այդ նույն կանաչ ջրածնի արտադրությունը, այլ տեխնոլոգիաներ, կառավարման մեթոդաբանություն ինչի չէ, որովհետեւ նույն այդ էներգետիկ մենեջմենտի մեջ էլ մենք ունենք այսօր բավականին բաց թողումներ եւ այդ նույն կառավարիչների պատրաստման համար էլ անհրաժեշտ է, նույն աուդիտորների պատրաստման համար էլ լուրջ դպրոց է անհրաժեշտ, գիտելիք է անհրաժեշտ, որովհետեւ մարդիկ կարողանան դա տանել առաջ։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Շարունակում ենք թողարկումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված ՍՎ-ի սպանությունը պատվիրվել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանի որդու Արտաշատ համայնքի նախկին ղեկավար ազգային ժողովի նախկին պատգամավոր Արգամ Աբրամյանի կողմից։ Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները բարձելու ուղղությամբ էլ իրականացվում են անհետաձգելի քննչական եւ վարույթային գործողություններ։ Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից որպես պետությանը պատճառված վնասի հատուցում կբռնագանձվի 4.454.000 դրամ։ Դատախազության հերթական հայցը բավարարվել է։ Անցյալ շաբաթվա քրեական քրոնիկոն։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է։ Հիշեցնենք, որ Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքերով։ Հունիսի 5-ին քննչական կոմիտեն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կայացնելու մասին։ Դատախազությունը պահանջում է Հայաստանի կրթության եւ գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցու մասնակցություն, 893.449.000 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 276.106.000 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն է ուղարկվել դատարան, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Ինչպես տեղեկանում ենք, Դատալեքս տեղեկատվական համակարգից Արեյանի եւ քաղաքապետարանի նախկին աշխատակից Նաիրա Տեր-Ստեփանյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։ 1.3 միլիարդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է հայտնաբերվել Գագիկ Զառուկյանին պատկանող Առինջ մոլում, հայտնում են ՊԵԿ-ից։ Ըստ որի ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրել է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Դրանից բացի առևտրի իրականացման վայրի կազմակերպիչն իբր վաճառատեղերի վարձավճարներից բացի յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձել է նաև հավելյալ գումարներ։ Մուլտիտրանսպորտի կողմից 1 միլիարդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրական շահառուն կալանավորվել է։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն, ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Դալաքյանի եւ ընկերության 100% մասնակից եւ իրական շահառու Հայ Գալստյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Արթուր Դալաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 15 միլիոն դրամի չափով գրավը եւ բացակայելու արգելքը, իսկ Հայ Գալստյանը կալանավորվել է։ Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում $10,000 շորտման եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ քննչական կոմիտեի երկու դատապարտյալներ նախնական համաձայնությամբ սպառնալիքների եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մեկ այլ դատապարտյալից մաս շորթել են $10,000-ին համարժեք գումար։ Նրանց մեղադրանք է առաջադրվել շորտման եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու հոդվածներով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին դատարան ուղարկելու նպատակով։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու եւ վերջիններիս կաշառք տալու դեպքերի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանը, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանը, ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը։ Ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի վերջիններս իրականացնեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս։ Վայոց ձորի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը համայնքին պետական եւ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 1.925.000 դրամ։ Ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով 2 քրեական վարույթ։ Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ։ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնականցվի 184 միլիոն դրամ եւ անշարժ գույք։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնականցման նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ 184 միլիոն 222 հազար դրամ։ Թուրքիան սկսել է սահմանափակումներ կիրառել Սև ծովում առևտրային նավագնացության վրա իր նավերի վրա հարձակումների աճի ֆոնին, այդ մասին հաղորդում է Բլումբերգը հղումանելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Թուրքիան մերժել է Նովորոսիսկ մեկնող որոշ նավերի անցումը նեղուցով կամ խնդրել է լրացուցիչ ժամանակ։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի քննադատությունը, որը հայտարարել է Սիրիայի նկատմամբ Թել Ավիվի քաղաքականության ապակայունացնող ազդեցության մասին։ Ի պատասխան Սաարը Թուրքիային մեղադրել է Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու եւ երկրի տարածքն օկուպացնելու համար։ Նրա խոսքով Թուրքիան օկուպացնում է Սիրիայի տարածքի 5%-ը եւ մտադիր է ռազմական բազաներ ստեղծել Սիրիայի ներսում, որպեսզի խաթարի Իսրայելի անվտանգությունը։ Ըստ Սաարի փոխարեն Իսրայելը վերահսկում է բուֆերային գոտին, որը կազմում է Սիրիայի տարածքի ընդամենը 1/10-ը։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր։ Անկարայից հայտնել են, որ փաստաթղթով նախատեսվում է փոխադարձ աջակցություն միայն պաշտպանական նպատակներով։ Պայմանագրին կարող են միանալ տարածաշրջանի այլ պետություններ։ Համաձայնագրի հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն կողմերից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր կողմերի վրա։ Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, նշելով, որ Ուկրաինայի վրա յուրաքանչյուր նոր հարձակում եւս մեկ պատճառ է, որպեսզի Եվրոպան խստացնի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Ըստ նրա, ի պատասխան ռուսական վերջին ավիահարվածների Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի Դաշնության ռազմաարդյունաբերական համալիրների հետ առնչություն ունեցող 5 անձի նկատմամբ։ Մոսկվան շարունակում է սրել ահաբեկչական արշավը քաղաքացիական բնակչության դեմ եւ Եվրամիությունը պետք է ուժեղացնի ճնշումը, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը, ասել է Կայա Կալասը։ Կենտրոնական Եվրոպայի երկրների համար ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել Սլովակիայում, օդը տաքացել է մինչև 42.2 աստիճան Ցելսիուս։ Ֆրանսիայում եւս չափազանց շոկ եղանակ կհաստատվի, սա կլինի տապի արդեն 5-րդ ալիքը 2026 թվականի ամռան ընթացքում։ Որոշ շրջաններում, մասնավորապես Հանրապետության հարավում, օդը կտաքանա մինչև առնվազն 40 աստիճան Ցելսիուս։ Նյու Մեքսիկո նահանգի դատարանը Մետային պարտավորեցրել է վճարել $567 միլիոն իր հարթակների անչափահաս օգտատերերի հոգեկան առողջությանը վնաս պատճառելու գործով։ Կորպորացիան հայտարարել է դատարանի որոշման հետ անհամաձայնության մասին եւ մտադիր է բողոքարկել այն։ Երթվյալ ատենակալների դատարանը մարտին վճռել էր, որ Մետայի հարթակները նպաստել են երեխաների հոգեկան առողջությանը վնաս հասցնելուն։ Բացի այդ, երթվյալ ատենակալները եկել են եզրակացության, որ կորպորացիան թաքցրել է իրեն հայտնի տեղեկատվությունը իր հարթակներում անչափահասների սեքսուալ շահագործման մասին։ Այն ժամանակ Մետային պարտավորեցրել էին վճարել $375 միլիոն տուգանք։ Այսքանը ցտեսություն։